չգիտեմ, այդ գումարը բարձրացնելով սարքենք ինչ-որ խոչընդոտ, որպեսզի այդ մարդիկ չկարողանան, այդ գումարն էլ իրանք վճարեն։ Ինչ վերաբերում այս երկու հարցերին, անկեղծ ասած 27 տարեկանների հետ կապված, ես այս մասով անկեղծ ասած տարբեր կարծիքներ ունեմ, հարցը հետևյալն է, թե եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, դու պետք է ծառայես իմ կարծիքով։ Հա, դե 25 տարեկանից հետո, 27-ից հետո լրացած կամ չլրացած, մի քիչ, չգիտեմ, ես այս հարցին մի քիչ դժվարանում եմ պատասխանեմ, չեմ կարող պատասխանել, դե իմ համար շատ տարբեր, в общем, կարծիքներ ունեմ, չեմ կարող ասել։ Գումարի հետ կապված, մենք այս սրա մասին խոսացել ենք, այն սկզբանը, որ դուք ասում եք, որ դառնա վճարովի եւ այդ գումարը գա բանակին, այսինքն զինվորականներին ծառայության, ես անկեղծ ասած այս հարցի պատասխանը նաեւ ուզում եմ, որ պարոն Սարգսյանն էլ տա, հա, այդ միտքի հետ կապված, այն ձեր շրջանակներում, որ մենք օրինակ 27 տարեկանից հետո այն բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ուզում ծառայեն, գալիս են վճարում են այդ գումարը, այդ գումարների շրջանակներում եթե հնարավոր է ես ձեզանից կուզենայի եկել լսել այդ օրենքի սահմաններում մենք մոտավորապես ինչ գումարի մուտք ենք ունեցել, հա 27-ից բարձր, օրինակ այդ գումարի սահմաններում, հա, ինչու՞ չէ, թող այդ գումարի սահմաններում պաշտպանության նախարարությունը կարողանա բանակի մեր զինվորականների աշխատավարձը բարձրացնել։ Չէ, դուք չեք կարողանում հարց եք տալ, որպես հարցը տվել եք, հարցի պատասխանը ստացել եք։ Հարց տվող արձագանքում է։ Ուզում եք արձագանքեք մեկ էլ ելույթ, խնդրեմ, խոսեք։ Առանց այդ մի արդեն մի անգամ դուք մերժել եք ձեր վերածը, հիմա էլ ուզում եք որ դուք էլ մեր հետ միասին, դուք։ Ես դրանք անդրադառնում առանձին։ Անդրադարձու։ Ու ընդհանրապես ինչա տեղի ունեցել, պիտի բոլորը դրա մասին հստակ իմանան։ Պարոն Մեհրաբյան, հիմա որ ասում եք պիտի բոլորը ծառայեն։ Ասում եք 27-ից հետո պիտի ծառայեն, քաղաքացիություն ստացումներ։ Դուք գիտեք, որ այդ կարգավորումը ես եմ մտցրել։ Չէ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Տարիները ո՞նց է եղել Հայաստանում։ Մարդիկ սպասել են 27-ը լրանա, 27-ից հետո եկել դառել են քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են վճարել։ Որովհետև Հայաստանում զինվորական ծառայության տարիքը եղել է 18-ից 27-ը։ Այսինքն իմ կուրս ընկերները, ովքեր որ դրսից են եղել Հայաստանի քաղաքացի չեն եղել, սպասել են դառել են 27, դառել են Հայաստանի քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են տվել։ Արդար էր դա։ Արդար չէր։ Ես ինչ եմ առաջարկել։ Ասել եմ, եթե դու կգաս 27-ից հետո կդառնաս քաղաքացի, միևնույնն է պիտի ծառայես կամ վճարես։ Որովհետև դու չպիտի արտոնյալ լինես, ինչա սպասել ես 27-ը լրանա։ Ու այն 18 տարեկանով որ գնում են ծառայում ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, դու ունես նույն իրավունքները, պարտավորություններն է քո վրա պիտի տարածվի։ Ու սրա արդյունքում մենք ունեցել ենք թե ավել զինծառայողներ, թե 160 միլիոնից ավել հավաքագրված գումար։ Այսինքն դա իմ առաջարկն է եղել, որ պիտի բոլորը ծառայեն, ես եմ ասել։ Հիմա նույնը ասում եմ, մարդ այսօր որ 24-25-ա, 20-ա, ուզում է դառնա քաղաքացի, այսօր իրան այդ հնարավորությունը տանք, ավել գումարը վեկալենք, իրան է բերենք պայեստազորում գրանցենք, հավելյալ համ պայեստազորային ունենենք, համ գումարն է տանք ծառայողին։ Եթե չտանք այդ հնարավորությունը, նա չի գալու մինչև 27, իսկ մինչև 27-ը հնարավոր է 2 երեխա ունենա, արդեն ազատման հիմք ունենա, կամ առողջական խնդիր ձեռք բերի։ Այսինքն, եթե այսօր մենք այդ հնարավորությունը չտանք, մենք ռեսուրս ենք կորցնում։ Հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, հազարավոր, եթե չասեմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր Ուկրաինայի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ուզում են գանց թե դառնան քաղաքացի, չեն գալիս, որովհետև ծառայության պարտադիր պայման կա։ Եթե մենք այս պատոհանը բացում ենք, հնարավոր է 1000-ից ավել քաղաքացիներ կան դառնան քաղաքացի, այդ գումարը տանք այսօրվա ծառայող այդ ռայոնի տղեկին, ովքեր բանակի 90%-ն են կազմում։ Ու իրանց սոցիալական բեռը մեղմենք, որ երեխան այսօր բանակից զորացրվում է, ծնողները ոչ թե գնան 20,000 դրամ պարտքով փող վեկալեն, որ իրանց երեխուն դիմավորեն, այլ այդ երեխան իմանա, որ երեխա չի արդեն հասուն տղայա, կյանք մտնելուց ինքը միլիոն, միլիոն ու կես, 2 միլիոն, 3 միլիոն գումար է ունենալու, գնալու է ոչ թե բանվորություն անի զորացրվելու հաջորդ օրվանից, այլ կարողանալու է գնա կրթություն ստանա ու իր կյանքը ճիշտ կազմակերպի, որովհետև ինքը իր հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը, վտանգել է իր կյանքը ու ժամանակ է տվել։ Ձեր ելույթը ավարտեցիք, հա։ Շատ լավ։
Հարգելի գործընկերներ, ես հիմնազայն տալիս եմ կառավարության ներկայացուցին, պարոն Սարգսյան, դուք բազմաթիվ այստեղ թվեր, եզրակացություններ, եւ ես խնդրում եմ, որպեսզի կառավարության եզրակացությունը մանրամասն ներկայացնեք, որովհետեւ հարակից եկուցողը խոսեց քաղաքացիությունից ազատվելու գումարային, սեգմենտի մասին, բայց այս նախաձեռնությունը նաեւ բանակից ըստ էության փողով ազատվելու նախաձեռնություն է։ Սա 27 տարի լրացածներին չի վերաբերում։ Եվ ես կխնդրեմ, որպես դա պետական քաղաքականության այստեղ կարևոր դրույթների եւ սանության հետ առնչվող խնդիրների մասին է խոսքը, որտեղ ծավալուն եզրակացությունը դրված է Մերաբյանի սեղան եւ բոլորը ունեցել են հնարավորություն ծանոթանալու։ Եվ խնդրում եմ ներկայացրեք կառավարության տեսակետը։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, շնորհակալություն հարգելի գործընկերներ, կցանկանամ ես ներկայացնել կառավարության դիրքորոշումը յուրաքանչյուր կետի վերաբերյալ եւ մի քանի նկատառումներ, որոնք կարծում եմ նաեւ պարոն Սարգսյանին պետք է ուղղորդել, որ ինքը որոշ դրվագներ ավելի հստակ ներկայացնի եւ ներկայացնի։ Մինչ կառավարության տեսակետին անդրադառնալը կցանկանամ պաշտպանության նախարարի եւ իր համաձայնության մասին մի բան ասել, որը շատ ակնհայտ եւ ակնառու մի փաստ է, ինչի մասին կասեմ, ուզում եմ ես բոլորին հիշեցնել, որ ծառայության ժամկետի կրճատումը կառավարության 2021-26 ծրագրում արդեն իսկ ներառված էր։ Հետևաբար այդ պայմանավորվածությունների մասին խոսելը, ով ինչ կներկայացնի, դա մի դրույթ էր, որը կառավարությունը արդեն իսկ իր նախընտրական շրջանում ստանձնել էր նման պարտավորություն։ Եվ ներկայացնել, որ պաշտպանության նախարարի հետ մենք քննարկել ենք ու պաշտպանության նախարարը պայմանավորվածություններ է խախտել, այս մասով որոշվել է ինքը բերի, մյուս մասով ես ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ ես 2021 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում եմ գործող պաշտպանության նախարարի տեղակալը եւ որևէ խախտում պայմանավորվածությունների մեր աշխատանքային հարաբերություններում, պարոն Սարգսյան, ես չեմ տեսել եւ կարծում եմ, որ նման կերպով ներկայացնելը ինչ որ չափով նաեւ ցանկալի չէ։ Հաջորդ ինչ վերաբերում է մեր կետերին։ Նախ դուք ներկայացրեցիք, որ մի սահիկաշար, որտեղ նշված էր ձեր զորակոչի թվերի նվազումը, այսպես ներքևի շեմից հաջորդը գալիս էր 2018, հաջորդը 2024։ Ուրախություն մեզ բոլորիս, ցանկանում եմ նշել, որ կատարված փոփոխությունների իրավակարգավորումների արդյունքում 2022-ից 2024 տնկած ժամանակահատվածում 2026 թվական